Թուրքերին ստոմատոլոգիական ծառայություններ մատուցել երազող եւ սեփական եղբոր Վաստակը ուրացած Արամի կողմնակիցները պարբերաբար կախվում են Անդրանիկ Թևանյանի փեշերից խելքի աշեցել։ Հիմա անդրադառնում եմ հարցին։ Պարոն Ավինյան, այդ չարչրկված հենաշարժական խնդիրներ ունեցող երեխաների դպրոցի մասին է խոսքը, նախորդ նիստում ասացիք, որ մեկ այլ դպրոցի ավտոբուսը հատկացվել, հա։ Այնտեղ սոսկ փոխադրամիջոցի հարց չի։ Այդ գազերները, որոնցից հիմա օգտվում են, դա հատուկ մասնագիտացված, հարմարեցված, որ այդ սայլակները բարձրացնեն։ Ձեր տված ավտոբուսը չի լուծում այդ հարցը եւ երկու տեխնիկայի մասին է խոսքը։ Այո, կրթության վարչության պետը ասել է, որ այնտեղ 117 հոգի է սովորում, բայց բոլորը չի, որ դրա կարիք ունեն, դրա համար 5-6 տրանսպորտային միջոցի մասին չի խոսքը։ Ու Աստծո սիրուն լուծեք այդ հարցը, կամ նախարարության հետ, կամ թույլ տվեք բարերարը նվիրի, այս բյուջեի ծալքերի մեջ չխորանամ, էլի, քաղաքական, գնահատական, մյուս։ Այդ երեխեքը ունեն Ինչա հարցի գինը, պարոն Սուքասյան, թիվ գիտեք։ Անկեղծ ասած, ես չգիտեմ, որ երկու հարմարեցված գազել է պետք, մասնագիտացված, որ այդ երեխեքը գան գնան եւ չփչանա ճանապարհին։ Շացան այս մարդը արդեն իրոք երրորդ նիստն է նույն։ Մի 15 տարվա գազելներ են, լուծենք, էլի։ Շատ լավ։ Եվ երկրորդ հարցը 171 դպրոցը, այստեղ ահազանգ ունենք, վիրտուալ հանրագիտարան ինչ-որ ծրագրով, VR ակնոցներով ֆիլմ են ցուցադրել, որը եղել է նաև թեմատիկայից դուրս, պայքարել հարձակվող սարդերի, կարիճների, կենդանիներից փախնել եւ այլն, արդյունքում ծնողի գրած եմ ասում։ Արդյունքում դպրոցում արդեն ֆիլմը դիտած երեխաների 90%-ի մոտ կա, առաջացել է սրտխառնոց, գլխապտույտ եւ նաև մեկ ուշագնացության դեպք կա եւ հենց մի քանի ծնողներ խոսում են, որ դիմել են հոգեբանի։ Որպես այդ դպրոցի այդ առնչություն ունեցող մարմին արդյոք տեղակեք այդ խնդրից եւ ԿԳՄՍ-ի հետ ինչ քննարկումներ եք ունեցել այդ միջադեպի հետ կապված։ Տիկին Խաչատրյան։ Այո, դեպքից տեղյակ ենք, այո, նմանատիպ իրավիճակ եղել է, իհարկե այն երեխան, ով ուշագնացա եղել ունեցել է նաև առողջական խնդիր, մասնավորաբար նաև տեսողության խնդիր, ինչի պարագայում ցանկալի չի եղել տվյալ ակնոցներից օգտվելը, բայց ուզում եմ նշել, որ ծրագիրը երաշխավորված է եղել կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության կողմից, մեզ փոխանցվել է տեղեկատվություն, որ դպրոցներում կարելի է իրականացնել ծրագիրը, մենք փոխանցել ենք դպրոցներին ու այո, դպրոցներից մեկում նման միջադեպ տեղի ունեցել, որից հետո դադարեցվել են։ Այս պահին բոլոր երեխաները լավ են։ Այսինքն մի դպրոցում չի եղել, այս ծրագիրը շատ դպրոցներում։ Այո, մի քանի դպրոցներում կիրառվել է, բնականաբար դեպքից հետո նաև այն դպրոցների հետ ենք խոսել, որտեղ գիտեինք, որ կիրառվել է։ Առանձին դեպքերում նշում եմ, որ այո, որոշ երեխաների ինքնազգացողություն փոփոխվել է, բայց այստեղ գնահատական տալ թե նյութից է, իսկ նյութը բնականաբար երաշխավորված է, նաև ուսուցիչները, տնօրենները դիտել են եւ ուղղակի թվային հանրագիտարանի նման մի բան է, ենթադրաբար նաև Տիկին Խաչատրյան, բայց անկեղծ ասած տենց աուդիո, վիզուալ, ասենք զգայունություն, հազարումի հարց կա էլի այդտեղ իրականում, հասկացանք, բայց մի քիչ շատ արդարացի հարց է բարձրաձայն։ Հենց ինքը այդքան պարզ չի։ Հիմա էպիլեպսիայով երեխան կամ պոտենցիալ, կարճ ասած, տենց իրականում լավ միտք չի եղել։ Նորից եմ ասում, այդ միջադեպից հետո բոլորում դադարեցվել է։ Արձագանք, պարոն Սուքասյան։ Շնորհակալ եմ, հուսանք այդ ձեր հանձնարարական արագ արդյունք կտա նախորդ հարցի վերաբերյալ, իսկ վերջին բարձրաձայնած հարցի վերաբերյալ ես ընդգծեցի, որ ըստ ծնողների դա եղել է ծրագրից դուրս ինչ-որ ֆիլմ, այո, այնտեղ նաև կա ԿԳՄՍ-ի ինչ-որ թույլտվություն է, բայց այնտեղ խոսվում է, թե որ տարիքից երեխաները կարող են այդ ֆիլմը ընկալել առանց հետևանքների եւ ինչ թեմատիկայով կարող են լինել, ինչ-որ խնդրահարույց է եւ այդ առումով մենք նույնպես անկախ այս քաղաքական բարիկադավորումից պահանջատեր ենք, որ ԿԳՄՍ-ն մատ վերանայի ու հասկանա արդյոք ճիշտ է, արդյոք թիրախային է եւ նպատակային է։